Գանք հասնենք այն կետին, երբ որ բոլոր կողմերի հնարավոր են մարդկանց, ովքեր նորմալ են համարում անվստահության գործընթացը, երբ որ կամփոփվի, դրանից էլ արդեն կստեղծվի թեկնածուն։ Այդ բանը ավելի հստակ կլինի, թե ով է թեկնածուն։ Միակ բանը, որ այս բան ես կարող եմ ասել, դա չի կարող լինել, այսպես ասեմ, Նիկոլ 2, չի կարող լինել Նիկոլի հաճախորդ, չի կարող լինել Նիկոլի Արբանյակ, բնական է, չէ՞։ Այս համատեքստում է այդ բանը, որը տեղի ունեցել։ Հիմա բանը Հովիկ Աղազարյանն ու իր Հակոբ Ասլանյանը, հա, վերջը, այդ երկուսը եղել են նիկոլական քաղաքական քարոզչության այո, ամենավատ ամենավերջերս Հիսուսի հետ էր համեմատում, վատ դերակատարները։ Հիմա էլ ես լսում էի երեկվա հարցազրույց, ինքը կիսում է այդ տեսակետները, ասում է, ես գիրք եմ գրում, նա էլ է գիրք գրում։ Հիմա ասում է, գիրք եմ գրում, կներկայացնեմ, հա, շատ բաներ, Փաշինյանը ինչ կարևոր որոշումներ է կայացրել, ինչեր է արել։ Հիմա այսինքն վաղը, չգիտեմ, Ալեն Սիմոնյանը կամ Ռուբեն Ռուբինյանը ինչ-որ խնդիր ունենան անձնական, ֆինանսական կամ մեկ այլ, իշխանությունից դուրս գան, ասեն մենք անվստահության գործընթաց ենք սկսում, մենք դրանք ինչ-որ լրջորեն դիտարկենք, ասենք դե գիտես, այս մարդիկ հիմա դուրս են եկել, կամ բանը այդ մյուսը, ում որ հիմա առաջադրել են, եղել է իր հատուկ հանրությունների դեսպան, եղել է իր քաղաքականության, քարոզչության կրողներից, այդ իրանց հերոստանգերություններից եւ քարոզչական այդ էջերից չէր իշտում եւ այլն հիմա անցյալ տարի որոշել է որ ինքը պետքա որոշակի կերպա փոխում քաղաքականը անցնի առաջ հաշվառը որ 26 թվականի ընտրություններն են Ռուսաստանում Մոսկվայում դե որտեղ ուզում է լինի հիմա այս համատեքստում եկել է ինքը բնական է չէ ուզում է ակտիվություն դրսևորի տիգա ինչ որ օրակարգ փորձ ինքը օրակարգ չի կարա ստեղծի դաշտում ինքը պիտի փորձի ինչ որ օրակարգի մաս դառնա